Այս պահին Հայաստանի Հանրապետությունը միակ պետությունն է աշխարհում, որի հետ Եվրոպական միությունն ակտիվ երկխոսություն է վարում։ Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալ Յոհաննես Լուխների հետ համատեղ ասուլիսում հայտարարել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը եւ ներկայացրել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի կատարման առաջին զեկույցը։ Այս գործընթացը միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների համար շարժունակության տեսանկյունից դյուրացման գործընթաց չէ, այն վստահության, արժանապատիվ գործընկերության եւ եվրոպական ընտանիքի հետ ավելի սերտ կապեր հաստատելու մասին է, եւ ես ուզում եմ հաստատել, որ մի կողմից այս գործընթացը արժանապատիվ ճամփորդության հնարավորություն է տալու Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, մյուս կողմից նաև հնարավորություն է Հայաստանի իշխանությունների համար ապահովելու երկարաժամկետ ինստիտուցիոնալ փոփոխություններ Հայաստանի Հանրապետությունում։ Նախարարը փաստում է Հայաստանն օրորի ավելի է մոտենում վիզաների ազատականացմանը եւ սա կրկին շատ կարեւոր ու պատասխանատու արձանագրում է մեզ համար։ Կարևոր էր այն, որ մենք ունեցանք նաև այս փուլում Անդրանիկ Գագաթնաժողովը Հայաստան Եվրոպական միություն եւ դրանով նաև ստորագրեցին կարևորագույն փաստաթղթեր։ Ինչպես հիշում եք, հարգելի գործընկերներ, մենք ունեինք 74 սենանիշներ այս ամբողջ process-ում եւ ստացել են գործընկերների կողմից նաև 53 առաջարկություններ, որոնք զեկույցում շատ խնամքով արձանագրված են եւ մենք պատրաստական ենք նույն հետևողականությամբ շարունակելու նաև բոլոր առաջարկությունների իրացումը։ Հատուկ կարևորություն ենք տալիս նաև Frontex-ի հետ նախաստորագրված փաստաթղթերին, որովհետեւ շատ կարևոր է հատկապես սահմանների համալիր կառավարման process-ի շրջանակներում արդյունավետ գործընկերությունը Frontex-ի հետ եւ սա կարծում եմ կարևոր գործնական հիմք է սահմանների եւ միգրացիոն կառավարման ոլորտում ել ավելի սերտացնելու եվրոպական կողմի հետ մեր գործընկերությունը։ Իր ելույթում Լուխներն ընդգծեց Եվրոպական հանձնաժողովը եւ Հայաստանի իշխանություններն այս գործընթացը դիտարկում են լրջորեն եւ պատրաստական են բարձր մակարդակի արդյունքներ ապահովել։ Եվրոպական միության եւ Հայաստանի միջև հարաբերություններն ավելի մոտ են, քան երբևէ։ Այս առիթով իշխանություններին է հանձնվել վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման վերաբերյալ հանձնաժողովի առաջին զեկույցը եւ ես շատ ուրախ եմ այդ կապակցությամբ։ Դա վկայում է այն մասին, որ հարաբերությունները եւ այս ուղղությամբ աշխատանքները համահունչ են ընթանում։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները շատ շուտով արդեն կօգտվեն կենսաչափական անձնագրեր ունենալու հնարավորությունից եւ մենք աշխատանքներ ենք տանում մի շարք այլ բարեփոխումների իրականացման ուղղությամբ, ասաց Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի եւ ներքին գործերի գլխավոր տնօրենի տեղակալը։ Ես շատ լավ հասկանում եմ քաղաքացիների անհամբերությունը վիզաների ազատականացման առումով, բայց պետք է ընդունենք, որ մեծ առաջընթաց ունենք։ Մենք այժմ ավելի շատ թվով վիզաներ եւ բազմակի մուտքի վիզաներ ենք տրամադրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ համատեղ մեծ ջանքեր ենք ներդնում, որպեսզի վիզաների դիմումների մերժումների քանակը նվազեցնենք։ ԵՄ ներկայացուցիչն ընդգծեց վիզաների ազատականացման գործընթացին զուգահեռաբար նախաձեռնում են ապահովել ավելի շատ առևտուր եւ ներդրումներ, ինչպես նաեւ հետազոտությունների, կրթության եւ մշակութային փոխանակումների ոլորտներում եւս ակտիվ աշխատանք է տարվում։ Հասմիկ Ֆարադյան, Արմալուր։